Փողի կարիք չունենք, բայց անհրաժեշտության դեպքում կարող ենք օգտվել։ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար հաստատել է $175 միլիոն նոր եռամյաց Stand-by տեսակի վարկային միջոցների համաձայնագիրը։ Ծրագիրն ունի ապահովագրական բնույթ եւ միտված է աջակցել Հայաստանի բարեփոխումների շարունակականությանը եւ պահպանել մակրոտնտեսական կայունությունը անորոշ արտաքին միջավայրում։ Հիմնադրամը շեշտել է, որ վերջին տարիներին Հայաստանը կարողացել է հաղթահարել մի շարք լուրջ տնտեսական ու տարածաշրջանային մարտահրավերներ, պահպանելով ֆինանսական եւ մակրոտնտեսական կայունությունը։ Նոր ծրագրի շրջանակում մենք կենտրոնանում ենք 3 հիմնական ուղղության վրա։ Առաջինը ապահովել երկրում մակրոտնտեսական, հարկաբյուջետային եւ ֆինանսական կայունության շարունակականությունը։ Երկրորդը բարձրացնել երկրի դիմադրողականությունը ցանկացած անորոշ կամ անսպասելի շոկերի նկատմամբ։ Եվ երրորդը խթանել ինստիտուցիոնալ ու կառուցվածքային բարեփոխումները, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսական աճին եւ զարգացմանը։ Ցանկացած արտաքին շոկի դեպքում կառավարությունը կարող է արագորեն օգտվել այս միջոցներից։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ դրանք ծառայում են որպես ֆինանսական ապահովագրման մեխանիզմ։ Հիմնադրամը նշել է, Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության նոր շրջանակը, տվյալների վրա հիմնված տոկոսադրույքային մոտեցումը, լողացող փոխարժեքը եւ բավարար պահուստները նպաստում են գնաճի վերադարձին 3% թիրախին ու պաշտպանում տնտեսությունը արտաքին շոկերից։ Այս միջոցների կարիքը ներկապային Հայաստանը չունի, շեշտում է Կենտրոնական բանկի փոխնախագահը։ Մեր ծրագրի իմաստն այն է եղել, որ հիմնականում արտաքին ներդրողների համար լինի հասանելի տեղեկատվություն առայն, որ Հայաստանի Հանրապետության գործողությունները համահունչ են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պայմաններին եւ ըստ էության, քանի որ մենք փոքր երկիր ենք եւ մեծ ներդրողները մեր ֆինանսական շուկաներում դժվար են մեր մասին տեղեկատվություն ունենում, սա իրենց համար շատ կարևոր փաստ է, որ մեր մակրոտնտեսական զարգացումները, մակրոֆինանսական կայունությունը տեղում է։ Հիմնադրամը նաև բարձր է գնահատում 2026 թվականի պետական բյուջեն, ընդգծելով, որ այն հստակ ձևակերպում է երկրի առաջնահերթ ծախսային ոլորտները՝ սոցիալական, պաշտպանական, առողջապահական, կրթական եւ հանրային ներդրումներ։ Միջնաժամկետում հարկաբյուջետային զգուշավոր քաղաքականությունն ու ծախսերի ճիշտ առաջնահերթությունը կօգնեն պահել պետական պարտքը կառավարելի եւ կայուն մակարդակում։ Այս վարկային միջոցներից արդեն իսկ $25 միլիոն անմիջապես հասանելի է Հայաստանին եւ կարող է անմիջապես օգտագործել եւ մնացած մասը հավասարապես բաշխվելու են հաջորդող 6 կիսամյակների համար։ Սա այն վստահությունն է եւ հավատը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Կենտրոնական բանկը հանձնառու են պահպանելու մակրոտնտեսական կայունությունը։ Կառուցվածքային բարեփոխումների շրջանակում առաջնահերթ է բիզնես միջավայրի բարելավումը եւ երկրի ներսում ավելացված արժեքի աճին միտված քայլերը, ընդգծում է Ուման Գրավաթը։ Իսկ ինչ պայմաններով են այս միջոցները հասանելի։ Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսավորումը տրամադրվում է անդամ երկրների համատեղ ռեսուրսների հաշվին եւ հիմնականում արտոնյալ պայմաններով։ Հայաստանի դեպքում տոկոսադրույքը որոշվում է հիմնադրամի հատուկ հաշվարկվող դրույքով, որը ներկայում կազմում է մոտ 2.7%, որին ավելանում է մոտ 0.6%-ային կետ հավելավճար, այսինքն ընդհանուր մոտ 3.3%։ Սակայն քանի որ սա կանխարգելիչ ծրագիր է, Հայաստանը տոկոս չի վճարի մինչև միջոցներից օգտվելու պահը, մինչև այդ գոյություն ունի միայն պարտավորեցման վճար, տարեկան մոտ 0.15%։ Համաձայնագիրն ըստ Արմեն Նուրբեկյանի ուղիղ ազդելու է ֆինանսական շուկայի, հատկապես պետական պարտատոմսերի վրա։ Եթե ներդրողները տեսնում են, որ Հայաստանի Հանրապետությունը ունի այսպիսի հաջողակ պատմություն Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրերի հետ եւ եւս հաջորդ 3 տարիների ընթացքում մենք ունենք նախանշած հստակ պլաններ, ապա իհարկե իրենք ավելի շատ են նախընտրելու Հայաստանի Հանրապետություն ներդրում անելու։ Ներդրողները, երբ որ Հայաստանում որոշեն ներդրում անել, իրանք ավելի վստահ կլինեն։ Որևէ կասկած չեն ունենա, որ երկիրը կարող է ինչ-որ պահի այն կապիտալը, որ իրենք ուզում են Հայաստանում ներդնել, կարող է մակրոկայունության կամ այլ խեղաթյուրումների պատճառով ուղղակի անհետանալ կամ ունենալ շատ փոքր հատույց։ Ընդհանուր առմամբ նոր պահուստային ծրագիրը միտված է ուժեղացնել պետության դիմակայունությունը, ապահովել ֆինանսական կայունություն եւ աջակցել այն բարեփոխումներին, որոնք պետք է ապահովեն Հայաստանի երկարաժամկետ, ներառական եւ կայուն տնտեսական աճը։ Նիկոլայ Ավետիսյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։